Բարև ձեզ, այսօրվա երկու կոմիկ մեկ մեքենան է, շուտով դուք կտեսնեք, մեր այսօրվա հյուրնա լինելու կոմիկ էս Անժելա Դարփինյանը, իմ կարծիքով լավ հետաքրքիր զրույց կլինի ու ձեզ անպայման դուր կգա։ Երկու կոմիկ, մեկ մեքենա։ Դեր սենց բանք ես պահի։ Ազատ։ Այլ տենց։ Ոնց է կամերա դեպս չլինի։ Հա, տենց հաշվենք։ Եկեք տես։ Աշկես ցոմ ես լույս։ Ավի մնել։ Ոչինչ։ Բարև ձեզ։ Բոլորդ սպասում եք երկրորդ թողարկմանը, շատ էիք նամակներ գրում, ոչ ոք չգիտեմ։ Պուբլիկա տրեբույթ։ Այո, եւ ես ասացի, որ արդար լինի Անժելա եւ արեցի սենց մի բան։ Դրեցի իմ Telegram ալիքում քվեարկություն, թե որ կոմիկին կցանկանաք տեսնել եւ բոլորը ընտրեցին, այսինքն բոլորը չէ, մեծ մասը ընտրեց քեզ, տոկոսով դու հաղթեցիր։ Ինչ կասես, ոնց է կազմակերպել, որ բոլորը կան եւ վայ կներեք, մենք կանգնած ենք դրա համար չենք գցել ճիշտ ասած, ես միշտ գցում եմ Անժելան լեքցում, ակեր կանգնած տեղից ենք շարժում, դրա համար չենք գցել։ Իրականում ես ժորին եմ քվեարկել, ես ուզում եի ժորը։ Իսկ ոնց ես մարդկանց համոզել եւ ինչքան գումար ես տրել, տվել իրենց որ քեզ չէ համոզելու ինչ որ բան էր, մարդիկ ցանկանում էին ինձ տեսնել։ Դա արդեն sense մեծ սեր է դեպի ինձ։ Այդ արդեն մի քիչ մի փոքր ուրիշ բան է։ Ինչ է ուրիշ։ Դա երևի մեր պրոյեկտներից, ընդհանուր ստենդափից, հասկանում ես, մարդկանց հետաքրքիր է երևի կանացի աչքը ինչպիսին է այս ամենը։ Մի անգամ ես քո կարծիքով երկրորդ թողարկմանը արդեն մտածեցի կանացի։ Պուբլիկա տրեբույթ։ Այո։ Պուբլիկա տրեբույթ այսօրվա քո բանն է։ Այո։ Դա իմ կարգախոսն է։ Okay։ Այո, Անժելա, համել դու հետաքրքիր կլինես այն առումով, որ կինը աղջիկը ստենդափում։ Շատ քիչ հանդիպող բան է, դու ոնց ես քեզ զգում։ Քեզ ավելի քեզ լավ է, որ աղջիկներ քիչ կան, թե քեզ վատ է դասը։ Չէ, շատ վատ է իրականում։ Լուրջ ինչ առումով, ասա։ Աղջիկներ եթե նայում եք ու ուզում եք ստենդափով զբաղվեք, անպայման զբաղվեք։ Դե դժվար է։ Ես ինչքան է մի տարուց մի փոքր ավել է, չէ՞, որ ես ամեն ինչով զբաղվում եմ, ու որ հիշում եմ այդ ընթացքային ես մի քիչ մեծ ահանջում, ինչերի միջով եմ անցել, մի փոքր դժվար է տղեկի մեջ մի քիչ բան է, հետո բեմի վրա քեզ ոնց են մետը դա բավական դժվար։ Աղջիկներին երկու անգամ ավելի դժվար է, ոնց ասեմ, քան տղեկին։ Հիմա չնայած դիք տղեկը կասեն, չէ, ես ինչ հիմարություն եմ ասում։ Ես ուզում եի ասել, բայց դու ասացիր։ Այդպես ֆակտոր կա, որտեղ ես այդ ասել եմ, էլի ինձ այդպես հակադարձել են, որ ինչ են հակադարձել, չհասկացա։ Ну, աղջկան տիպը ավելի հեշտ է։ Աղջկան հեշտ է տղերքի բանում։ Շրջապատում։ Բեմի վրա նկատի ունեմ։ Ես իմ չեմ կարող ասում, ինձ թվում է հավասար չի, այդ вообще հավասար չէ։ Մի քիչ ինչ են աղջիկները ավելի քիչ տարվում։ Սենց ասած սանդղակ, որ գնահատման բանով են էլի նա, ընդհանրապես մի քիչ ինձ թվում է, իհարկե հայկական աուդիտորիան մի փոքր ավելի խիստ է նույնքան ռուսական օրինակ աուդիտորիան։ Ես իմ կարող է, բայց ուղղակի բոլորը էդի ասում են։ Ես ինչքան տեղ լսել եմ, սա ասում են, որ այս աուդիտորիան շատ բարդ է։ Ռուսներն են ասում, ասում են ռուսական աուդիտորիան ամենաբարդն է, Ամերիկայում տիպը սախած պատրաստ են ծառը, իրանք էլ են, իրանք տենց են զգում։ Իսկ բոլորը էդի զգում են, որ իրանք մոտ բարդ է այդ։ Դա կարող է շուտ է, ինձ թվում է հայերը մի քիչ sense չես նկատել, որ ստենդափների ժամանակ որ մարդիկ գալիս են լինում է պուբլիկա լինում, որ ուղղակի իրանք նայում են այս տպավորությունը։ Հա, այդպես այդ ռուսներն են, տենց ասում, ես շատ կոմիկների արծիչներ են, ինքն են ասում, ասենց ռուսները գալիս են նստում են ու սենց տիպը ինձ ծիծաղացրա։ Այդ ռուսներն են տենց ասում, բայց մեր համար ռուսները ավելի բաց են, չէ՞, իրականում։ Ոնց որ տենց բան կա։ Մի խոսքով բոլորը այդ նույնը մտածում են։ Լավ, Անժելա, ոնց ինչը քեզ ստիպեց գալ եւ ելույթ ունենալ։ Ես շատ լավ հիշում եմ այդ օրը, դա 2023-ի, եթե չեմ սխալվում, թե 24-ի ապրիլ ամիսն էր, ես եկա Green Room, ասացի մի հատ լնայեմ, ոնց է անցնում open mic-ը։ Ու այդ ժամանակ Ստեփանն էր վարում։ Մոտիկացա սպոին, ինչ-որ սկսեցի պատմել, որ ես ինձ հետաքրքիր է ստենդափը, սենց սպոնսորս նայում, որ ինչ է ինձ ուզում։ Մի հատ էս չաթ ավելացրեք իրան, թող ինքը բանանի։ Ու տենց նայեցի ոնց է ընդհանուր անցնում, ասեցի ես կարող եմ։
Տենց թույլ է մակարդակը, ասիրա ես էլ եմ սենց։ Ես կարող։ Էդի շատերն են տենց դե, կստати Տիգրան Ջզմաչյանն էլ է տենց սկսել, ինքն էլ պատում, որ ասում է լոկալը նայել է, ասել է, հա ես եկամ սենց, ու եկել է արել է։ Կոմոդել այդ պահը կար, տիպը հալա դես ինչ է։ Ես կոմիկներից մարդիկ կային, որ հեռակակարգով տենց ճանաչում են, հետո նույնիսկ ստենդափ սիրում եմ ու նայում էին։ Հա։ Տենց ու սկսեցի տենց առաջի, բայց ես օրինակ այդ ժամանակ չեմ հիշում, դու երբ էիր եկել։ Այսօր մենք ասած հավասար ենք, չէ՞ եկել երևի։ Երևի, հա։ Ես հունիսին եմ ես եկել։ Ես հունիսին եմ եկել, դու եկել ես երբ ասացիր։ Ապրիլ։ Հա, դու շուտ ես եկել, մի քանի ամիս շուտ ես հավասար ենք սկսել այսօրին։ Մի բարի, հա, ասա։ Ինչը սկսվեց, ինչ վերաբերվում է ստենդափի հետ կապված, ես հետո սկսեցի արդեն Արիում open mic-երը կազմակերպել, open mic-ը կազմակերպել, հայկական։ Ես գովազդ ես անում, ճիշտ եմ հասկանում։ Իմ ուղին։ Հա, քո ուղին, հա, պատմություն։ Իմ ուղին ստենդափում։ Okay, ասա։ Դա պետք չի։ Չէ, ասա։ Ասի գովազդ ես անում, որ անես էլի։ Որ մարդիկ ֆիքսան, որ գովազդը ու արա։ Ամեն չորեքշաբթի 22:00 Արի ստենդափ ակումբում անցնում են մեր հայկական open mic-երը։ Այո, Անժելան է դա կազմակերպում եւ շատ շնորհակալ անկեղծ քեզ շնորհակալ ենք Անժելա ջան, որովհետեւ ես որ նոր էի կարդում միայն green room-ներ եւ Արիում լինում էր շատ քիչ։ Հա։ Շատ քիչ, ուստի կողամիսը մի անգամ էդի եթե բախտիդ վերեր ու չէին հավաքվում, չէ՞։ Հա, ու չէին հավաքվում։ Նույն որ օրինակ այդ մի տարի առաջ ու հիմա եմ համեմատում open-ները որ նոր էինք սկսել, ինչ մակարդակի վրա էր ու հիմա ինչ մակարդակի վրա է, այդ լրիվ sense սար ու ձոր է, շատ հավես է, շատ։ Ես դաժե տղա կոմիկներին, իմ ընկերներին ասել եմ, որ open mic-ը նոր լոկալն է։ Դու։ Այո, որովհետև ավելի շատ աուդիտորիա է գալիս վերջին լոկալներ ինձ sense ավելի լավ եմ զգում open mic-ում ելույթ ունենալուց, քան թե լոկալի ժամանակ։ Էդի սա կապված է բայց աուդիտորիա է, եթե անկեղծ, որովհետև աուդիտոր ու հետո open mic-ին գայս աուդիտոր ոնց որ ինքը sense ինքը գիտի open mic-ի ինչ է, եկել է ու sense գիտի որ կարա լավ չգնա, բան ինքը ոնց sense քո հետ sense ես ապրոմակցում է sense դրա համար ավելի լավ իմ կարծիքով, բայց լոկալներն էլ sense առանձին բան են, որտեղ ավելի երկար ես կարող ելույթ ունենաս ու ավելի լավ պատրաստի մատերիալով, բայց ես միշտ դուր եկել ավելի շատ հազակատակ, դրա համար open mic-ը միշտ ավելի շատ եմ սիրում, քան ինչ-որ պատրաստի ելույթ, որտեղ արդեն մի քանի անգամ կարդացել ես բան։ Open mic-երը նույնն են, որ այնտեղ սկսվում է այդ ամեն ինչը, то есть այնտեղ լիք տարբեր նոր կոմիկներ են գալիս, հումոր բանը կատակը տնտե է ստեղծվում sense ասած էլի, այնտեղ հանգիստ ամեն ինչ ստուգում ես ու այնքդ էլ ներքին հանգստություն կարաս ունենաս, որ հանգիստ կարա ինչ ուզես կաս անես, սա ինչ ուզես կաս ասես, կարա вообще ծաղալու չլինի։ Երկու կոմիկ, մեկ մեքենա։ Խոսքով ինձ open mic-ը դուր է գալիս, Անժելա, շնորհակալություն որ կազմակերպում ես open mic, իրոք մեծ, չգիտեմ, բոլոր կոմիկների կողմից անչափ Անժելա, քեզ շնորհակալություն որ ասա։ Լսի, իսկ եթե ես օրինակ այդ ամեն ինչի մեջ չլինեի, կարող է այդ նույն ձև չկազմակերպեի այդ ամեն ինչից։ Դա միանշանակ, բայց չկար open mic-ը կազմակերպում ասել вообще կուրսի չի ու չի մասնակցում իմ կարծիքով։ Օրինակ սիրելի Դե տենց չէր աշխատի։ Չգիտեմ։ Բայց Անժելա եղել է որ քո բաները օգտագործես, ասես ինձ գրեք։ Չէ, երբեք թող։ Լուրջ, հա։ Ես իրանց հետ կստուգեմ, հիմա կտեսնեք իրանց կարծիքները ինչ են ասում։ Հակառակ այսօր մենք open ունենք, ու ունդե մի հատ անուն կար, ես դաժե ասեցի, ուզում եք իմ փոխարեն, նե, հետո դες ձեն չեղավ, որ իմ փոխարեն, ուզում ասեմ, ես միշտ նոր կոմիկներին դաժե կարամ իմ փոխարեն տեղ տամ։ Բրավո, Անժելա, դու այսիշ լավ մարդ դուրս եկար։ Իմ Իմ կարծիքը լրիվ 170-ից չեմ փոխված քո մասին։ Դու ոստան լավ մարդ ես։ Ես ահա որ լավ մարդ եմ։ Վատ էլի մտածում։ Ահա որ լավ մարդ եմ։ Ահա որ մարդ լավ մարդը տես չի ասում, է կյանքում։ Ես ահա որ լավ մարդ եմ։ Պրոյեկտները չի, վատ մարդ է։ Չէ, Անժելան լավ մարդ է։ Իրոք Անժելային եկեք լսեք, իրականում ժենսկի ստենդափ ապշոս քիչ են դնում, մի անգամ են դրել։ Խնդիրը հասկանում ես, այդ ամեն ինչը իրական հիմա կարող մի քիչ ավելի sense պրոբլեմներից այլ ինչ-որ մի քիչ խնդրահարույց թեմաների մասին, բայց նայեք խնդիրը, աղջիկներ չկան ու մենք ու քիչ է։ Կրիստինան է, որը փորձում է էլի հայերեն ելույթ ունենա, բայց դա իր մոտ հիմնականում այդ ռուսերեն մատերիալն է։ Կան աղջիկներ, ովքեր էլի ելույթ են ունենում, բայց այն տիպի շատ չեն ելույթ ունենում, ինչ վատ է իրականում։ Հասկանում եմ, որ վախենում են բեմից, դա էլ կա, բայց պետք է այդ փորձը, պետք է հա դուրս գաս բեմ։ Եթե բեմից չես վախենում, այդ ինչ է։ Նույնիսկ даже ծիծաղալու չլինես, չգիտեմ, դե լիքը ֆակտորներ կան, էլի, պետք է ուղղակի չվախենաս։
Դե միշտ ես ասում, միշտ վախենալու Դե միշտ շատ Ես այն օրը ասենց կանգնած եմ open mic-երի ժամանակ, ես նայում եմ կոմիկներից մեկնայելություն ունեմ, ասում, չեմ հիշում ում էի, ասում, դե լավ դա էս ինչ դուխով ենք մենք, էլի։ Գնում ես կանգնում ես մենակ, լիքը մարդ է քո առաջ նստած, իրանք ինչ-որ բան են ասում, ու դու պիտի խոսաս ու իրանք ցած ահա որ, դա ասած դու պատկերացնում ես այդ գործը, դա ահա որ բարդ է, բայց դա մեր գործն է։ Հա, բայց իսկական շատ բարդ, այսօր ես էլ եմ մտածում եմ, ինչքան պետք է ասենց կոմպլեքսները մի կողմ դնես, այսօր մեր կոմիկներից մեկն ինձ ասում է, որ ինքը շատ կոմպլեքսավորված է, բայց մարդը դուրս է գալիս բեմ։ Չէ, ով էր ասում ինձ պետք է էլի ուղղակի որ հաղորդում մի քիչ ավելի բան լինի, սկանդալային։ Չէ, ասեմ, կավոտ մարդը չի ասում, որ ուրիշների Այդ մարդը կուզի, կոմիկ չէ, այդ մարդը, քեզ բան, թող ասա։ Անդոն էր ասում։ Հա, Անդոն։ Okay։ Ես իդեպ Անդոյի հումորն շատ եմ սիրում, չէ, Անդոն top Լավ, մի անգամից դու ասացիր top 3 ասացիր, մի անգամից ասա, քո top 3 հայ կոմիկները։ Արի ինձ ասեմ, այն մարդիկ ովքեր ինձ էս 2025-ում պրոմ իսկական շատ են ծիծաղացրել, ոչ թե Հա, հենց ապրես, հենց ասա, ով է մենաշ դուք ծիծաղացրել, հենց ասա։ Անդրանիկ Համբարձումյանը եւ Արտյոմ Հակոբյանը։ 3 կոմիկ Անդո Համբարձումյան, Էրիկ Սուքասյան ու Արտյոմը։ Հրաշալի տրիո, եթե չեք տեսել նրանց բեմում կամ չեք լսել լոկալում, 3-ն էլ կան։ Կարակ իրանց լոկալները լսեք, Էրիկը նորն էլ ունի, այդ լոկալի մեջ ես էլ կամ կարակ նայեք։ Այո, Էրիկ Սուքասյանի եւ Անդոին ասել էր էլի մի կան, կրկնվում են, ցով երկրորդ հյունս կրկնվում են, Ծոմին չէին ասել էր Սպարտակ Թումասյան։ Բայց մի խոսքով, իրանց անպայման նայեք, իրանք էլ իմ համար ամենախնդալումներն են, միշտ օրինակ իմ համար Անդոն շատ խնդալու է միշտ։ Ու պրիտոմ Անդոին պետքա նաև ճանաչես, որ Անդոին ճանաչում ես եւ ավելի խնդալու է դա։ Հա, ծիծաղալու լինում։ Իսկ Անժելա, իսկ ռուսական կամ ամերիկյան, չգիտեմ, ինչ կոմիկների ես նայել, ում դες, ում ես սիրում։ Աղջիկների եմ նայում ամերիկյան։ Եվ կարող ես անուն դալ թողնել։ Սիլվերմանը։ Ճիշտ եմ ասում, կարող ես սխալ ասացի։ Չէ, ճիշտ ես ասում։ Սարը Սիլվերմանը։ Այո։ Ես որ մի հատ է դնես, արի իմանալ ասեմ մի հատ։ Չէ, հենց սենց անդոնելու, են վատ վերցնել։ Սիլվերմանը, հա, Սարը Սիլվերմանը օրինակ։ Ու ինձ գես ինչն է շատ դուր գալիս, ես եմ ուզում դրան հասնեմ, որ ես կարողանամ շատ լուրջ թեմաները կարողանամ բեմ հանեմ։ Հա, ինքը շատ լուրջ ինքը աբորտի մասին նենց է խոսում ու շատ չգիտեմ տեսել ես այդ իր ստենդափի։ Չէ, ես ոնց որ մի հատ կոնցերտ եմ տեսել, իշքան հիշում, բայց այդպես չեմ էլ հիշում ճիշտ ասած, էլի ես եմ գիտեմ, բայց Դու ես զոմբար թեմաները կան ասած հեշտանաս ու կատակ կարանաս ուղղակի էլ դա գիտես, հայկական աուդիտորին չգիտես ոնց դրան կարա էլի վերաբերվի։ Կարա նաև լավ վերաբերվի, կարա նաև վատ վերաբերվի։ Իմ կարծիքով վատ կվերաբերվի։ Եթե աբորտի թեմա օրինակ հանես, այդ քեզ կոչնչացնի։ Լուրջ եմ ասում, պրոստը։ Ախր բարձ բան, նայեք, օրինակ ես թեմայից ուզում եմ խոսամ։ Ժնեպրը անում է կատակ շան մասին, ոչ մի ձև չի վիրավորում։ Ու դա նշում է, որ ինքը Նա այնտեղ ասում է մենք սիրում ենք շներին, նախ դաժե եթե մի քիչ վիրավորում է, դուք դեբիլ եք։ Էդի կատակ է, ախր անկեղծ էդի շներին, նշի շները նայելու են, ասեն, այո, այս մեր համայնքի ինչ որ վիրա։ Շները նախ չեն կարա էդի ջոկեն, իսկ եթե դուք մարդ եք, էդի կարակ հասկանաք, այսինքն լուրջ այդ կատակը կարար ստիպեր մարդկանց վատ մտածեն շների մասին, ուզենային սպանային կամ քչանային, որ էդի դրան էր բերելու։ Հիմարությունն է, իհարկե շնորհակալություն սև PR-ի համար, դա լա շատ լավ ակտիվ բերեց օպնիջի։ Այդ բլոգեր շնային բլոգերները ման, կստացի ինչ որ տարածել կոմենտներ բան, բայց իսկականից անտեղի էլի, շատ անտեղի, որովհետև դե չկար իսկականից միտում չկար դաժե վիրավորելու, դե դաժե ասվածք չկա, որ կվիրավորեր ինչ որ շան։ Вообще, ես մի քանի անգամ Պրիզիվ չկար դաժե շան։ Абսոլютно ոչ մի բան ուղղակի կատակ է։ Вообще մարդկանց հատ կխնդրեմ մի քիչ հանգստանաք, էլի։ Հա, էլի։ Մի քիչ մի հատ հանգիստ բայ ձեզ։ Այդ ինչ խիք տենց լարված, ոչ մեկ այդ նորմալն եմ պրոստը որտեվ էդի adekvat մարդը լրիվ հասկանում է որ էդի ոչ մի բան չի էդի մի քիչ տարված մարդիկ են ամեն ինչի մեջ փնտրում ես իմ ինչեր ման գալիս ով ինչի մեջ կանաս վիրավորանք ման գաս կգտնես ցանկացած ամենաանմեղ կատակ մոր մասին ցանկացած կատակ հայկական աուդիտորիան ինչ ասած մտնում գրում է տիպը այս ինչ ես ասում քո մոր մասին բայց խոսքի կարող լավ բան էլ ես ասում դե ինձ էլ է ինչ է ասում իբր
Ես դաբի ժամանակ որ առաջին անգամ դուրս եկա, պատմեցի այն կատակը, երբ որ ես ապրում եմ երկու տղամարդկանց հետ, մարդիկ կային, ովքեր ինձ գալիս ասում էին, բան նորմալ է, դու ընտանիքիդ մասին ես։ Լուրջ ես ասում դասակերպ ասել, հա։ Ինչ բանը, даже կոմենտներում կարելի է ասել, նույն դե մի քանի ռիվյուզի տակ եմ տեսել, դե որ նարեսկային արիում։ Ինչու էլի պետք է մի քիչ փորձես թեթև էլի։ Ես նրանք շատ եմ ուզում կանացի սոլիդարության մասին էլի, աղջիկների մասին եմ ուզում սկսել գրել, որովհետև լիքը բացեր կան, որոնց մասին պետք է խոսալ ու կայֆ կլինի, որ այդ խոսածը։ Ես պատկերացնում աղջիկը բայց դա կապ չունի։ Ինչ ասացի Անժելա։ Աղջիկները վատ կընդունեն էլի ասած դա։ Այս աղջիկները չեն կանում նախադասություն կազմեն։ Ավելի շատ ապացուցեցի։ Աղջիկները դժվար մարդիկ են։ Քեզ ռիլսն է, Անժելա։ Ով է նայ մի անգամ ես, նայ ինչ ակտիվ է բան։ Հա, լավ, եկեք։ Երկու կոմիկ, մեկ մեքենա։ Ահա, Անժելա, լիքը բան իմացանք քո մասին։ Հետո նաև Ասա։ աղջիկներից էի ասում։ Հա, գներես, ասամ։ Ստենդափ շաներից որ ում եմ նայում ամերիկյան։ Հա, դուրս գալիս է։ Նայ, Սարը Սիլվերմանը։ 1 Էլի Wong-ի ինչ գիտեմ նայել ես թե չէ։ Հա, գիտեմ իրեն։ Էլի Ինքը բանի մեջ, բիֆի մեջ չէր խաղացել այս սերիալը։ Հա։ Հղի էր այդ կոնցեպտի ժամանակ, հա, բիֆի Այդ մեջ։ իր բանն էր, Baby Cobra։ Ատենց շոմ իվա տան հայշում։ Չեմ նայել, բայց գիտեմ։ Ու բայց շատ հավես է, դա ցածի դուրս նորզագալի բանա, ստենդափ կարծում էլի հավես է։ Նույն նոր դեմքերից էլ ինչ որ հետաքրքիր աղջիկները, հիմնականում հիմա այս վերջերս փորձում շատ ավելի աղջիկներին է։ Եթե ռուսականից խոսանք, նու Չապարանին եմ շատ սիրում։ Շատ ուրախ եմ, որ ես Չապարանին։ Աղջիկներից, այսինքն սիրում ես Սարա Սիլվերմանին, այդ հղի աղջիկան ու Չապարանին։ Okay։ Ու նաև Ուսովիչին եմ շատ սիրում։ Շատ լավ։ Ուսովիչն ու Չապարանը։ Իրանք էլ ինչ-որ ստիլիստիկայով են, ինչ-որ տեղ։ Հա, նմանություն ունեն, կարող է նաև այդ այնց բանալ։ Հա, նման են իրանք, նմանություն ունեն։ Դե իրանք իհատ լիքը բան են արել, հաստատ։ Ընկերներ են, չէ՞։ Հա, ընկերներ են։ Սխալվում, երևի տենց։ Ու դե Լուի Սի-Քեյ բան չեմ ասում, որտեղ ես դու այդ բոլոր կոմիկներն եմ երևի։ Հա, դե բոլորը ասում են, բայց Լուի Սի-Քեյը լեգենդա շատ ուժեղ է։ Լավ Անժելա, հիմա ասա քո ամենասիրած քո կատակը։ Իմ կատակներից։ Հա, քո կատակ որ ամենաշատը սիրում ես, սենց քեզ process ժամանակ ես դուր եկես, ասես ինչ հավես բան եմ մտածել, Դեսի, չգիտեմ։ Կարա մի քիչ այտենց քեզ ամենաշատ դուր եկած քո կատակը ասա։ Բայց երբեք ունեք չեմ մտածել։ Մի ասա որ կատակը մի ասա որ չկան այդ red flag կատուների որ կատու են պահում։ Հա, հիշեցի եմ դե համեմատում բան, ինձ թվում է այդ քեզ դուր է եկել, դու ուզացել ես դրանից խոսացել ես։ Նմանություններ թվում ճիշտ եմ բռնել եկա։ Իսկ այսօր կարդալու ես այդ կատակը։ Չէ։ Okay։ Իսկ կատակ, որ ուրիշ կոմիկ են հայ կարդացել, ուսանց հիշում ես ու ցած դա հիշում ես։ Այ Էրիկի ես վերջի հենց կատակներից ամբարո կանանց Այ դա շատ խնդալու բիտա, այո, եկեք արի ստենդափակում լսեք։ Էրոյի տրանսգենդերների կատակ, որտեղ շոշափվում է իմ անունը։ Հա, որ Անժելա է տրանսգենդերների, դա սպոյլ արեցի, բայց տրանսգենդերների անունը Անժելա է եւ Անժելայի պատվին Էրիկը նվիրել է։ Ինչպես տեսնում եք։ Շնորհակալություն։ Լավ, ով կուզես մյուս մարդը լինի, որ գա իրան հետ խոսանք։ Ժորին։ Հա, ես Ժորին էի քարկել։ Հա, լավ, մյուսը եկեք Ժորին կանենք։ Մյուսը չենք հաշվում ոչ մի բան։ Տեսա, որ նենցա շատ չէր մեր ադրի։ Հա, շատ տարբերություն չկար։ Դե որ քո ընկերուհիները չմտնեին քեզ շոկովարկեին, դա արդեն նահագին քչասներ քո շանսերը։ Կատակ գրելու process-ը քեզ ո՞նց է դրում, դու ո՞նց ես դա անում։ Ես ասում եմ մարդկանց համար, ովքեր չեն նայում, կոմեդիայով չեն զբաղվում, այդ մարդկանց համար։ Ո՞նց է այդ process-ը։ Մարդիկան մտածում են գրում ես, մարդիկան դու ո՞նց է քո մոտ առաջանում կատակ։ Շատ սպոնտան ինձ թվում է, ինչպես բոլոր կոմիկների մոտ, նույն ինչ որ պահ գալիս, ասում ես, այ ես լավ միտք էր, հələ մի րոպե հələ միտքը հա բան ես անում, ու սկսում ես արդեն ընթացքային ինքս ինքան անեկի մոտ գալիս է։ Ինչ որ չգիտեմ, կարող է ինչ որ ուրիշ մի բանով զբաղվել, բայց ինչ որ մտքումս այդ միշտ կա։ Ու սկսում եմ արդեն ինչ որ ինքս ինձ էլ ռազգոն անեմ, ասում մի րոպե, օրինակ էս որ սենց է։ Եթե սենց ավելացնեմ ճիշտ կլինի, թե չէ։ Այսինքն դու աշխատանք ես կատարում, մտքում ես, կստացի մոտ հետաքրքիր բան ասեմ, ես սր գործի տեղը նստած եմ, գործն եմ անում, միաժամանակ ոդկաստ եմ լսում ու համել այդ ընթացքում իմ կատակների վրա, որոնք ես open mic-ում պիտի կարդամ, փորձում կատակներ մտածեմ ու սենց
շատ լավ էր գնում, խնդալու բան էի մտածում, դաժե մոտս գրանցումներ եմ, բաներ եմ գրել զամետքերի մեջ, դաժե շու բաներ էլի ստացվա այսինքն, բայց հենց ֆիքսեցի, որ ես 3 հատ բան եմ հենց հիմա անում, 0, մի անգամից ուղեղը սկսեց բանել, պիտի ուղեղը ոնց որ իմ կարծիքով կատակ ուղեղը գրում այն ժամանակ, երբ որ ինքը չի կենտրոնացել, որ կատակա գրում, չի հասկացել այդ process-ը, ասես process զբաղվում է դրանով, բայց երբ որ ինդիվիդուալ ինստիտուտում հա հաստատ ես ասում իմ մոտ էլի ոնց է ասես իմ ասած պրոստը ասում դուշի տակ прям ամենալավն է ստացվել ամենալավը դուշի տակն է շատ իդեալական տեղը ով չի զբաղվում կոմեդիայով կամ ուզում է զբաղվի գա open mic-ին ելույթ ունենա թող անպայման դուշի տակ փորձի կատակ մտածել ամենահարմար տեղը Հիմա Անժելա, նայ, հիմա մենք պետք է փորձենք կատակ մտածենք, որ դու այսօր open mic-ին կարդաս, կարող է շոտնով կատակ լինի, ճոգմաս քեզ մոտ կատակ ենք հիմա ասած գրում, ոնց է կատակը ասած լավն է լինում, բայց դու ունես ինչ-որ մտքեր, ինչ Ես կստացի ասեմ մի հատ նոր կատակում ուզում եմ քո հետ ռազգոն անեմ այդ կատակը։ Հա, դու կատակ արդեն պատրաստի կատակ չի, չէ՞, ասենց պրոստը միտք է։ Okay, հələ հեսա փորձենք մտածել, ես էլ ունեմ վերսիաներ։ Սենց միտք ունեմ, որ ինձ լարում է, երբ որ տղեն ինձանից սիրուն է լինում։ Հա, խնդալու է արդեն։ Հետո, ապրոսը մտածես տղեն սիրուն է լինում քեզանից։ Այդ լարում է, էլի, ու երբ որ գնում ես հետո դեյթի, հետո երկու անգամ ավելի շատ է քեզ ոնց որ լարում։ Հա, քեզ վախացնում է որ տղեն, բայց դու ուզում ես սիրուն լինի, ես կասենց ասած էլի որ ես ուզում եմ սիրուն լինի, ես ուզում եմ սիրուն լինի տղեն, բայց ինձանից էլ սիրուն չլինի։ Հա։ Մտածում եմ որ տիպը որ տղեն շատ սիրուն է ու գնում եք դեյթի, դե մտածում ես, բա լավ, օքեյ, իսկ հաշիվը այսինքն ով է փակելու ես, թե ինքը։ Բայց սիրուն ինչ կապ ունի, չհասկացա։ Ով ավելի սիրուն է։ Հա, դու այդ մի քիչ սեքսիստական ես, հա, Հա, բայց բանը։ Ինչա։ Այդտեղ մի հատ դեպքար եմ, որ ես շատ երկար սենց նայում եմ այդ տխուր դեմքին, ուզում եմ հասկանամ ում ունքերն է ավելի սիրուն, իմ թե։ Բայց դու կասեցի ասել ես ոնց, բայց ոնց ես հասկանում սիրուն է թե չէ։ Ну շատ սենց սիրուն տղեկ կան, չէ՞, սենց նայում ես դիմագծերը, прям սենց տեղ չկա, պրիդրաց են։ Ով է քո համար սիրուն տղա, ասա որ մենք մոտ հասկանանք, որ կատակը ավելի լավ բացենք։ Խափում եմ, այլ Բարազդատ։ ուզում եմ, չէ։ Իրական մարդը, մեծ հայտնի մարդ է, ասա որ ասա։ Բրեդ Պիտը, օրինակի համար, չէ՞, դա շատ սիրուն է։ Դա իլում ասում որ մարդիկ ճանաչեն, շատ գիտում։ Okay, Brad Pitt-ը եթե լինի, քեզանից, հա։ Ну սիրուն տղամարդ է, չէ՞։ Նայում ես, սենց прям փոճուրքիթ ունի, սիրուն ուրքեր ունի, աչքեր, սենց սկուլաներ ընդգծված։ Այս երևի դաժե շատ ավելի աղջիկների բանի համար է աուդիտորիա, որտեղ աղջիկներս մի անգամ բռնում են, ինձ թվում է, էլի այդ պահը, որ նու կենտրոնանում ես, որ տղեն սիրուն է։ Ում դե դաժե կարելի է ինչ-որ ձևի շահարկել, որ բա հետո ոնց անում այդ հաշիվ փակելուց հետո, օքեյ, ես երևի պետք է փակեմ հաշիվը։ Դու խզում հաշվի կողմ տանես, ես ուզում հաշվի կողմ տանես։ Ես պետք է իրան ճանապարհեմ տուն։ Ну տիպը, երբ որ դու քեզ ավելի քիչ սիրուն ես, էլի, զգում ու տիպ բան ես լինում, ավելի տղամարդ ես քեզվում։ Դու ուզում ես բոլորին վիրավորես այս կատակով Անժելա։ Դե նայ օրինակ դու էլի տանում ես դեպի վիրավորանք այս ամենը։ Ես ահա վիրավորեցի։ Լուրջ բաներ եմ ուզում ասել։ Իջերեզ իմ կատակներ։ Հա, ուզում ես հասարակությանը փոխող կատակ ես ուզում։ Այդ վիրավորական է։ Չէ, վիրավորական չի կատակ եմ։ Ուղղակի ուզում հակառակ բան ասեմ, որ ճշմարտությունից էլի այդ ընթացքում։ Բայց ինձ թվում է բան է, չէ՞, ինքը սենց լավ։ Ինքը լավն է, որ ես ոնց էր ոնց սկիզբ ասացիր։ Ես լարվում եմ, երբ որ տղան ինձանից սիրուն է լինում։ Ես չեմ սիրում հանդիպել տղաների հետ, ովքեր ինձանից սիրուն են, ասես կասես։ Հետո Տենց է շտա։ Մենք մի քիչ ջոկեցինք, ես այդքան հեշտ հաղորդում չի, ինքը բարդ է։ Հա, ես մի հատ էլ բան եմ մտածել, ես ասեմ կարող է։ Հա, ու կստացի, գիտես ինչ եմ մտածում, որ կարամ իմ 5 կատակներից կապեմ սրան։ Կարամ ասեմ Մենք հիմա թազա կատակ ենք մտածել։ Չէ, բան չեմ ասել, բայց մի հատ ուզում քո ասա, կարտիկը, այսպես ասած լսեմ, էլի։ Ասա, որ կապես։ Ոչ, եթե հիշես, չէ, եթե հիշես, ընդ ես մի հատ ֆեմինիզմի հետ կապված ունեմ, որ ասում եմ, իմ ֆեմինիզմը ավարտվում է այն ժամանակ, երբ որ հաշիվ փակելու բանը։ Հա, ես դուրս չի գալիս այդ կատակը։ Բայց ինչի՞։ Որովհետև ես էդի լսել եմ։ Հա, որտե՞ղ։ Էդի ես որպես կատակ չէ, ջոկին չեմ ասում, էդի պրոստը էդի ոնց որ ես էդի լսած բան է։
ու հետո ասենց Իսկ այդ ոչ թե լսած բան է, այդ կարող է դու զգացել ես ինչ-որ։ Չէ, դի ոնց որ մի քիչ բան է, էլի, այն որ ֆեմինիստ կեքին որ բան են ուզում ասեն, որ տիպը Հա, բացման բա որ բախի հաշվի պահին կամ էդի կամ որ ասում են բախի շախտայում բանում չեք աշխատում, այն որ ասում են բոլոր աշխատանքները պետք է լինեն, այդ երկու բանը շատ է, դրա համար ինձ բան է անում։ Ես իամ որպես sense կատակ չեմ լսում, էլի, sense մի քիչ ուրիշ ձև եմ էդի բան, դրա համար էդի ուրիշ չի գալիս։ Բայց այդ բանի սկիզբը շատ կայֆ է, ինձ կարելի է դրա վրա ինչ-որ բան մտածել, որ չեմ սիրում հանդիպել տղաները, ովքեր ինձանից սիրուն են, բայց սաղ տղաները ինձանից սիրուն են։ Բայց բրամ սաղ տղերքը ինձանից սիրուն են։ Ասա չեմ հասկանում, իմը ես եմ գեշ։ Թե սաղ տղաներն են սիրուն, դրա համար պետք է հանդիպեմ տղաների հետ, ովքեր միջին են։ Դրան պիտի գեշո լինի, թեթև։ Հա, պիտի տղեն թեթև գեշո լինի։ Ու մի քիչ կանացի, որոնից դուրս չգա։ Լավ, Մի բանին որ կանաս ինչ-որ մի բանին կպնեցիք փրել է։ Պետք է վիրավոր ես տղերքին։ Որ համեմատականի այդ բանը չլինի, որ չսկսես համեմատել քեզ ու իրեն։ Հա, ինձ պետք է sense վիրավորական բան լինի, ասես տիպ ասես խեք տենց սիրուն։ Ում եք Հա, ուզում բերքեն, դուք հասկանում եք, որ դուք սիրուն եք, աղջիկները չեն ուզում ձեր հետ հանդիպեն, որովհետև դու իրանցից սիրուն եք։ Կամ այդ ինչն է դա պետք որ տենց սիրուն եք։ Սիրուն տղերքը հիմնականում գեյ են, չէ՞։ Հա։ Ու, կստացի, լավ բան ասեցիր։ Իմ մտքով միշտ երկրորդ միտքը, ասում կարող է գեյ է։ Ինձ թվում է դու տենց քեզ խափում ես, ասես ասես, կամ ես ինձ պրոստը խափում եմ, որ գեյա որ էլ չշարունակ, բան, տիպը չմտածեմ էլի իմ մասը, ասում, հա լավ, երևի գեյա, որտեվ տղի ասեմ սիրուն, բայց պրոստը տենց սիրուն ածեմ, որտեվ պապան, մաման սիրուն են։ Հետո կամ կարում ասեմ մամայի պապայի նկարներն եմ նայում, դե չլավ։ Ինչ է ասում։ Ինչ վիրավորում Դե է։ արդեն վիրավորում եմ։ Ասա, ինչ է ասում։ Նայում եմ մամայի պապայի նկարները, ոչ շեն նման չի է։ Մաման ու պապան շատ գեշ են, ես ավելի շատ պապայի հետ եմ ուզում հանդիպեմ։ Պապան։ Ասում այ պապայի հետ ես կհանդիպեի, այ պապայի հետ ես կհանդիպեի։ Ասա հարաբերությունների մեջ պետք է մեկը սիրուն լինի, ու այդ սիրուն ուզում ես լինեմ, էլի չեմ ուզում այդ սիրունը տղան լինի։ Ասա բայց միշտ են ստացվում, որ սիրուն տղան դրա համար չի ստացվում։ Ասա ես вообще ես գեշ եմ։ Գաստոնս բան ասած եմ։ Ասաս իդեպ ես գեշ եմ։ Չէ, պրոստը եմ ասում, խնդալա է։ Դու ասած ես ճիշտն ասած գեշ եմ։ Ուզում ես կամ ինչ-որ կարամ նրան տանը, որ իբր ուզում ես ապացուցես, որ ես եմ գեշը, դու սիրուն։ Ինչ-որ այսենց ինչ-որ կարան ներքին իբր կոնֆլիկտ։ Մենք ոնց սկսեցինք, ասում ենք բան, ես չեմ կամ հանդիպեմ տղաների հետ, Ես լարվում եմ, երբ որ տղեկը ինձանից սիրուն են։ Հա, ես լարվում եմ, երբ որ տղեկը ինձանից սիրուն են, բայց ես հələ չեմ տեսել գեշ տղա։ Չէ, լավ չէ, դուրիշ կողմ է։ Ասա, բայց ում հետ ես կուզեմ հանդիպեմ, իրենք ինձանից սիրուն են։ Ու ես չգիտեմ ինչ անեմ։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Հանդիպեմ, պետք է նենց անեմ, որ ինքը գեշան է։ Խոսքով մենք կատակը ահագին գրեցինք, մի քիչ փոփոխեցինք, դուք ինչ որ պահեր տեսաք, հիմա մի կարդա կատակը, մենք հենց թող լսեն։ Այդ կատակը տենց կանենք, մի փոքր տեխնիկական խնդիր եղավ, 65-րդ անգամ ենք էսի զապիս անում, արդեն հոգնեցինք։ Մի խոսքով, հիմա բեմում կտեսնեն այս կատակը ոնց է։ Մենք Միկայի հետ էլ ենք տենց արել, մի քիչ խոսացինք, հետո մենք ընթացքում մի քիչ էլ դուրս խոսացինք ավելի։ Ոչ դեղատները ժամանակակից են դառնում։ Այնպես որ հիմա այդ կլսեք բեմից ու մենք կարող ինչ-որ բաներ փոփոխած լինենք, այս ընթացքում ինչ-որ բաներ մտածենք ասենք, որտեղ դի տենց է աշխատում, ընթացքում ինչ-որ բաներ հիշում, գայս ասում ես։ Բայց դուք տեսաք, որը չէր ձայնագրվել, շատ հավես էլի ռազմոնա։ Հա, ռազմոնացինք, մի քանի բան գտանք։ Մի խոսքով դրանք ոչինչ կլսեք բեմից, բայց էլի ինչ-որ մասեր տեսաք, մի պահ մի քիչ վատ ձևով կտեսնեք, մեր ուզած ձևով նկարած չի, բայց դե հիմա ինչ անենք։ Ֆինանսավորեք, նորմալ նկարենք, հարգելի բարերարներ։ Տիգրան, շնորհակալություն, որ ինձ այսօր հրավիրեցի։ Ինչ ծանոթ խոսքեր են մի քիչ առաջ ես ասել։ Այո։ Արդեն, հա։
Իսկ հիմա հետաքրքիր ստացվեց, ինչ որ հետաքրքիր բաների մասին խոսացինք։ Շատ հետաքրքիր էր։ Հա, մերսի այն մարդկանց, ովքեր քվեարկել էին իմ համար։ Շնորհակալություն։ Այո, ես եմ շնորհակալ, որ հենց երկրորդ հյուրից արդեն միանգամից կոմիկ է սա եղավ հյուրը, որ հետ ինձ չասեին էլի աղջիկ չես կանչում, Вообще ոչ ոք չի ասում ոչ մի բան ճիշտ ասած, բայց կարող է ասեն։ Շնորհակալություն բոլորին, ովքեր նայեցին միջև այս պահ, իսկ հիմա ես ծափ կտամ եւ Անժելա Դարփինյանը բեմում արի կկարդա մեր նոր հորինած կատակը։ Եվ դուք կտեսնեք դա ծիծաղելու էր, թե։ Դա ծիծաղելու չէր, շնորհակալություն։ Так, այս շատ լուրջ ու դժվար կատակ է, խնդրում եմ ուշադիր լինեք եւ մի հատ դուք էլ արվեք իմ հետ։ Լարվում եմ ինձանից սիրուն տղեկից։ Որ ինձանից շատ սիրուն է, մի անգամ ոնց որ ցամեմատական պետք է մի անգամից տանեմ ով է մեզանից ավելի սիրուն։ Իսկ սիրուն տղեկը դրանք շատ են, էլի, շատ են, գնալով շատանում են։ Ու ես դե թարսիպես սիրուն գոյով տենց տղեկի ու կուզեի գեշ տղեկի ճիշտ ասած սիրեի, շատ կուզեի, բայց չի ստացվում էլի, ոնց որ չի ստացվում։ Դենց եմ որ ասում եմ, չէ, էլի, սիրուն տղեկ եմ, ասում եմ, գեշ տղեկի չեմ սիրում, գեշ տղեկ են, էլի, այդ գեշ տղեկի չեմ սիրում, չի ստացվում։ Բայց ասեմ, լավ, մի քիչ տենց միջակ տղեկի դու էլ հավանի, բայց այդ միջակ տղեկը տենց սիրում են ավելի սիրուն աղջիկի, օրինակ իմ տիպի աղջիկի, դե ես սիրում եմ, դե մի խոսքով լավ, մերսի շատ իմ մոտեցկա։